Բարև ձեզ հարգելի հեռուստատուներ, այսօր հեռանկարի հյուրն է վաղար շաբաթի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի տեխնացու Արգիշտի Մեխակյանը։ Բարև ձեզ, պարոն Մեխակյան, շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ 11-րդ օրն է քարոզարշավի, գրեթե կեսին եք արդեն մոտենում, ինչպես կգնահատեիք քարոզարշավի ընթացքը։ Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ բավականին լավ, պոզիտիվ, շատ ակտիվ քարոզչության ընթացքում ենք գտնվում, ինչպես նշեցիք, գրեթե կեսին ենք հասել եւ մենք այս ընթացքում շրջել ենք շատ Էջմիածին քաղաքի շատ թաղամասեր, ծայրամասային թաղամասեր, կենտրոնական թաղամասեր, շրջել ենք գյուղական բնակավայրերով եւ նույն տեմպով ակտիվ շարունակելու ենք առաջիկա օրերին մինչեւ քարոզարշավի վերջին ժամը մենք ակտիվ քարոզարշավի փուլում ենք գտնվելու մեր թիմի հետ միասին։ Ես ոչ միայն ձեր քարոզարշավ նկատի ունեմ, այլ ընդհանուր քարոզարշավը, որովհետեւ հիմա երբեմն գուցե ավելի հաճախ տեսնում ենք, երբ մարդիկ ավելի քիչ են խոսում իրենց խնդիրներից, ծրագրերից եւ ավելի շատ մեկը մյուսի վարկաբեկումով է, այսպես ասենք, զբաղված։ Այս տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վաղար շաբաթում էականորեն տարբերվում են նախորդ ընտրություններից, որովհետև նախորդիվ շատ քիչ քաղաքականացված է եղել, հիմա բավական քաղաքականացված է։ Հենց քաղաքականացված լինելն է նպաստում նրան, ինչի մասին ես ասում էի։ Այո, այդպես է, իհարկե մամուլում դժվար է կողմնորոշվելը, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, դրանք ընտրություններ են հենց բնակչի խնդիրների վերաբերյալ, բնակչի կարիքների վերաբերյալ, այն խնդիրները, այն առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք որ կան մեր համայնքում, մեր համայնքի տարբեր բնակավայրերում, առաջին հերթին դրա մասին է, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով եւ սահմանադրությամբ իրենց լիազորությունների մեջ է մտնում հենց այդ խնդիրների լուծումը առաջնային։ Դուք ԿՊ-ի ցուցակի առաջին համարն եք, այսինքն քաղաքապետի տեխնացուն եք։ Ես ուզում եմ հարցնել, թե առաջին համարի ընտրությունը միաձայն է եղել, թե առաջին համարի համար ուրիշ նաև տեխնացուներ են եղել եւ ներքին այդ ընտրություններում ձեզ են ընտրել որպես տեխնացու քաղաքապետի։ Չէ, եղել է միաձայն, կուսակցության վարչությունում քննարկում է տեղի ունեցել, առաջարկ է եղել եւ ես այդ առաջարկը սիրով ընդունել եմ, բայց նախորդիվ ես 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որը ի դեպ Արմավիրի մարզում առաջին անգամ խոշորացված համայնքների ձևաչափով էր ընթանում, մինչ այդ համայնքում որևէ համայնքների խոշորացում տեղի չէր ունեցել։ Ես 65.5%-ով ընտրվել եմ Խոյ խոշորացված համայնքի ղեկավար, որի մեջ ներառում է 17 գյուղական բնակավայրեր, շուրջ 33,000 բնակչությամբ։ Համայնքային ընտրություններում ավելի շատ ձեզ անձն է կարևոր, թե քաղաքական ուժը։ Եվ նա, ես չեմ կարող առանձնացնել իրարից, որովհետև նախ ընտրությունները իրականում ավականու ընտրություններ են եւ դա քաղաքական ընտրություններ են եւ որովհետև մասնակցում են քաղաքական ուժերը, հետեւաբար քաղաքական են, բայց խնդիրները, որոնք որ այն պարտականությունները, որոնք որ օրենքով դրված են տեղական ինքնակառավարման մարմինների վրա, դրանք տեղային նշանակության հարցերի լուծման համար են։ Հետևաբար, ինչքան մենք մոտենում ենք բնակչի խնդիրներին, այնքան մենք ապա քաղաքականացվում ենք, որովհետև բնակչի իրական խնդիրները դրանք մեծ հաշվով քաղաքական այդքան էլ քաղաքական չեն, որովհետև մարդկանց ու բնակիչների գերակշիռ մեծամասնությունն իրեն քաղաքականացված չեն։ Ուզում եմ այսինքն հարցնել, թե տարբերություն կլիներ, եթե ԿՊ-ն ներկայանար այս ընտրություններում մեկ այլ առաջին համարով։ Ես կարծում եմ չէ, որովհետև նախ քաղաքականացված լինելը շատ կարևոր է, թե որ քաղաքական ուժերն են ներկայացված։ Հետևաբար դրանից է կախված, որ ընտրությունների ընթացքը կամ նախընտրական քարոզարշավը քաղաքականացված է, թե քաղաքականացված չէ։ Այստեղ բավական շատ 8 մասնակիցներ կան, տեղական ինքնակառավարման մարմիններին հայտ ներկայացրած եւ գերակշիռ մեծամասնությունը ընդդիմության ներկայացուցիչներ են, հետեւաբար բնական է, որ պետք է լինի քաղաքականացված։ Ես ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները փոխանակ առարկայական խոսեն
կոնկրետ խնդիրներից ու խնդիրների լուծման եղանակներից եւ ձևերից, որպեսզի մեր բնակիչը ռեալ ընտրության հնարավորություն ունենա, ավելի շատ նույնիսկ մեկ-մեկ աշխարհաքաղաքական հարցեր են առաջ քաշում վաղարշաբաթի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Առհասարակ ինչ եք կարծում, մեր հասարակությունը, նաև վաղարշաբաթի բնակչությունը այսօր շատ է քաղաքականացված։ Ես 2 օր առաջ զրուցում էի մեկ այլ տեխնացու հետ եւ ասում էր, որ քաղաքը բաժանել են 2 մասի՝ քոչարյանականների եւ փաշինյանականների, բայց իրականում ժողովուրդը մեծ մասը գոնե ոչ նրանցից են ու ոչ նրանցից են։ Ըստ ձեզ, սա ինչքանով տեղ ունի վաղարշաբաթում։ Ես կարող եմ ասել, որ քաղաքը բաժանված չէ ոչ մի մասի, բնական է կա մի զանգված, որը քաղաքականացված է, բայց ես ինչպես նշեցի, բնակչության մեծամասնությունը դա ապաքաղաքականացված է, իրենց քաղաքական հարցերը ամենևին չի էլ հետաքրքրում, այլ հետաքրքրում է իրենց բակի բարեկարգման աշխատանքները, իրենց քաղաքի մաքրությունը, իրենց բնակավայրի մաքրությունը, իրենց հուզող շատ հարցեր։ Մենք նաև ունենք գյուղական բնակավայրեր, ես պետք է նշեմ, որ այստեղ շատ կարևոր է նաև գյուղատնտեսությունը եւ շատ ինտենսիվ զարգացած է գյուղատնտեսությունը վաղարշաբաթ խոշորացված համայնքում եւ մի շարք գյուղատնտեսական աշխատանքների նպաստող հարցեր կան, որ մենք պետք է լուծենք եւ ուրախությամբ կարող եմ փաստել իմ նախորդ կառավարման տարիներին Խոյ համայնքում մենք բավական աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ եւ դրանք շարունակական են լինելու։ Ձեր հաղթանակ շանսերը մեծ է գնահատում։ Ես գնահատում եմ բավական մեծ, որովհետեւ ինչի համար, որովհետև 3 տարի ղեկավարելով Խոյ համայնքը մենք եւ ինձնից հետո փաստացի իմ տեղակալն է շարունակել այդ գործը, մեր ընդհանուր սկսված գործը, մենք բավական ասելիք ունենք մեր կատարած աշխատանքով, մենք 3 շահագործման հանձնված մանկապարտեզ ունենք, եւս 3-ը կառուցման փուլում է գտնվում, ճիշտ բանակցությունների արդյունքում կառավարության հետ մենք շուրջ 7-3 կիլոմետր հիմնանորոգված ճանապարհ ունենք, շատ կարևոր, որը 6-7 գյուղական բնակավայրերի համար կարևորագույն ճանապարհ էր համարվում, որը նախկինում շատ վատ վիճակում էր գտնվում։ Մենք ճիշտ բանակցությունների արդյունքում այսօր ընդհանուր վաղարշաբաթ խոշորացված համայնքում 5 դպրոց է 0-ից կառուցվում եւ այսպես շարունակ եւ այս պահին միջին նորոգման շուրջ 13 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքներ է իրականացվում, որը շուրջ 8 բնակավայրեր է իրար կապվում, այդ աշխատանքները եւ գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ոռոգման ջրի համակարգի ոլորտում մենք 5-6 խորքային հոր ենք վերականգնել, ոռոգման կիսախողովակներ են կիլոմետրերով վերակառուցել եւ մեր բնակիչների կարիքները մաքսիմալ տիրապետում ենք եւ այս պահին էլ եւ Էջմիածին քաղաքում եւ մնացած գյուղական բնակավայրերում ես ուզում եմ նաեւ հատուկ անդրադառնալ մի հարցի մեր համայնքում բնակվում են բավական մեծ թվով եզդիներ, ազգությամբ եզդիներ եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ իրենց իրավունքները, իրենց մշակույթի պահպանությունը եւ նույնիսկ այն գյուղում, Արագած գյուղում, որ ես եմ ապրում, բավական մեծ թվով եզդիներ կան եւ Նաև շատ կարևոր եմ համարում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ իրենց մշակույթի պահպանության առաջին հերթին լեզվի պահպանության հետ կապված։ Պարոն Մեխակյան, թվարկեցիք մի շարք իրականացված ծրագրերի մասին, մի շարք լուծված խնդիրների մասին համայնքապետ աշխատելու այդ ձեր ժամանակաշրջանի հետ կապված։ Ուզում եմ հարցնել, սա չի նշանակում, չէ, որ մեկ այլ համայնքապետ, եթե լիներ, այդ խնդիրները լուծված չէին լինի։ Ես ուզում եմ հարցնել հենց համայնքի ղեկավարի դերակատարումը այդ խնդիրների լուծման գործում։ Համայնքի ղեկավարի դերակատարումը ամենամեծն է, որովհետև համայնքի ղեկավարը ինքը այդ տվյալ թիմի
քաշող ուժն է եւ ամբողջ կարելի ասել թիվ 1 պատասխանատուն է։ Տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկությունը ընդհանրապես ինչու է կայանում, որովհետեւ այն ինչ արվում է հողի վրա եւ հստակ տեսանելի է, այսինքն համայնքի ղեկավարի կատարած աշխատանքը կամ ես համայնքի ղեկավար ասելով նաեւ նկատի ունեմ աշխատակազմը, այն թիմը, որը աշխատում է համայնքապետարանում, որովհետև մեկ անձը բնական է ինքը չի կարող այդ աշխատանքը իրականացնել, ինքը թիմային աշխատանք է իրականացնում։ Եվ տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկությունն նրանում է կայանում, որ եւ քո արած աշխատանքն է հստակ երևում եւ չարված, այսինքն բացերն են շատ հստակ երևում։ Ես ինչի համար եմ հատ նշում այդ խնդիրները, որովհետև դրանք այն խնդիրներն են, որոնք տասնամյակներ շարունակ գերխնդիրներ են եղել տվյալ բնակավայրերում, եւ մենք ուրախությամբ փաստում ենք, որ ես իմ թիմով մենք համախմբված կարողացել ենք այս կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք կատարել, իհարկե բավական շատ աշխատանք էլ մնում է դեռ անելու։ Պարզ է։ Եվ ինչ կարևոր ծրագրերով եք ներկայանում վաղարշաբաթցիներին, որովհետև կարելի է շատ սիրուն խոսել օրինակ դիեզերքի մասին, բայց ոչինչ անել, ես ուզում եմ ծրագրերի հետ նաև այդ ծրագրերի այդ խնդիրների լուծման ուղիները ցույց տակ, որպեսզի մարդիկ իրոք հավատան, որ ոչ միայն խոսում են այդ ծրագրերի մասին, այլ նաև դրանց ռեալ իրական այդ ծրագրերը իրականություն դարձնելու ճանապարհը կա։ Քանի որ լինելով նաև ներկայիս պահին իշխանություն, մենք ունենք հնարավորություն ամենաշատը, այսինքն մենք ունենք հնարավորություն գույքագրելու եւ հասկանալու այն խնդիրները, որոնք որ կան մեր համայնքում, մեր համայնքի տարբեր բնակավայրերում, հետեւաբար մեր ծրագրերը բազմազան են, որովհետև մեր խնդիրներն են բազմազան։ Օրինակ Էջմիածին քաղաքը, նույնիսկ Էջմիածին քաղաքի տարբեր հատվածներ ունեն առանձնացված խնդիրներ։ Կենտրոնը ունի ավելի բարեկարգման, զբոսաշրջային միջավայրի ավելի գրավիչ դարձնելու հետ կապված խնդիրներ, որի հետ կապված մենք արդեն նախատեսում ենք բարեկարգման լայնածավալ աշխատանքներ իրականացնել, բակային բարեկարգման աշխատանքներ իրականացնել, կանաչ տարածքների հանգստյան գոտիների ստեղծելով, ծայրամասային հատվածները ավելի կենսական նշանակության խնդիրներ ունեն, գազաֆիկացում, ասֆալտապատման խնդիրներ, նույնիսկ կոյուղու հետ կապված խնդիրներ, շատ մեծ գերխնդիր Էջմիածին քաղաքում ընդհանուր կոյուղու հետ կապված աշխատանքները, որովհետև կոյուղին բավական հնամաշ է եւ մեծ խնդիրներ է առաջացնում, դրա հետ կապված էլ մենք կառավարության հետ համատեղ ունենք արդեն իսկ այս պահին գործարկված ծրագիր, այս պահին քաղաքում փոխարինվում է շուրջ 4 կիլոմետրից ավել կոյուղու համակարգ, որից հետո արդեն 5 կիլոմետրից ավել ճանապարհներ կասֆալտապատվեն, կհիմնանորոգվեն այդ կարևորագույն ճանապարհները Էջմիածին քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող քաղաքները։ Գյուղական բնակավայրերը ամեն մեկը ունի իրեն ուրույն, իրեն առանձնահատուկ խնդիրները, միտեղ ոռոգման համակարգի արդիականացման, միտեղ գազաֆիկացման, մեկտեղ ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքներ։ Բայց շատ նաև կարևոր է կրթության եւ մշակույթի հետ կապված աշխատանքները։ Մենք նաև այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք տարել նախորդիվ, սպորտային փառատոններ ենք կազմակերպել մի քանի տարի շարունակ Խոյ համայնքում եւ դա շարունակական է լինելու, որովհետեւ առողջ ապրելակերպը մեզ համար ունի կարևորագույն նշանակություն եւ սպորտային եւ մշակութային հիմնարկների արդիականացում ենք նախատեսում նաեւ առաջիկա տարիներին, որպես կարճ այսպես նկարագրել մեր ծրագիրը այդ խնդիրների մեջ կան այսպես ամենաառաջնահերթները, չէ՞, այսպես նախընտրական շրջանի համար ընդունված հարց է, եթե ընտրվեք ամենաառաջինը ինչ կանեք վաղարշաբաթի համար։ Վաղարշաբաթը լինելով բազմա բնակավայր համանք, հիմա շատ դժվար կլինի մեկ պատասխան տալ, որ սա կանեն, որովհետև դա կվերաբերվի կոնկրետ մեկ բնակավայրի եւ մնացած բնակավայրերը դուրս կմնան դրանից, բայց ելի եմ ասում, մեր ծրագրերի մեջ ներառված են առաջին հերթին դրանք բարեկարգման աշխատանքներն են, այսինքն ասֆալտապատում, կոյուղագծերի հիմնանորոգում, կանաչապատում, բակային տարածքների հիմնանորոգում, արդիականացում եւ մնացած այն խնդիրները, որոնք մեր բնակչությունը ունի, նաեւ կենսական նշանակության խնդիրներ, ինչպես որ նշեցի, այսինքն մենք ներառել ենք բոլոր ոլորտները
որտեղ որ կան աշխատանքներ տանելու, քանի որ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված է շատ մեծ լիազորություններ եւ պարտականություններ եւ մենք չենք կարող միայն շեշտը դնել մի ուղղության վրա եւ թերանալ այլ ուղղություններով։ Ինչ կանեք, եթե հանկարծ չհաղթեք ընտրություններում։ Անկեղծ ես չեմ մտածում այդ մասին, ես նախընտրում եմ իմ ամբողջ ջանքն ու եռանդը դնել մեր բնակիչների հետ մաքսիմալ շատ հանդիպումների միջոցով եւ մեր ծրագիրը ներկայացնելու միջոցով ստանալ նրանց վստահության քվեն, որը որ մեզ կբերի վստահ 50+ հաղթանակի։ Դες նկատի ունեմ, եթե հանկարծ 50+ չլինի, լինի ամենաշատը, բայց բավարար չլինի միայնակ իշխանություն կազմելու։ Նախ կա այն քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերը, որոնց հետ անհաշտության դեպքում կարող եք համագործակցել, այսպես ասած, կոալիցիա կազմել։ Ես չեմ մտածում այդ մասին։ Տեսեք, ԿՊ-ն Գյումրիում առավելագույն ձայներ հավաքեց, մի բավականին ավել մեծ կուսակցությունների համեմատ, բայց այսօր իշխանություն չէ։ Մյուս բոլոր քաղաքական ուժերի վերջո համախմբվեցին, դարձան իշխանություն, ԿՊ-ն, որը հաղթել էր Գյումրի ընտրություններում, շատ ձայներ էր հավաքել մյուս բոլոր քաղաքական ուժերի համեմատ, չկարողացավ գտնել մեկ այլ քաղաքական ուժի հետ, որը հետ միավորվել եւ դառնալ իշխանություն։ Ես ուզում եմ նշել, որ ես չեմ ուզում համեմատել Գյումրիու հետ, որովհետեւ նախ Գյումրիում ԿՊ-ն նախկինում էլ իշխանություն չի եղել, պայքարել է եւ իշխանություն չի ձևավորվել, դրանից առաջ էլ չի ձևավորել, իսկ մենք այստեղ իշխանություն ենք եւ ունենք բավական կատարած աշխատանք, որով կարող ենք ներկայանալ մեր ընտրողին, բացի դրանից դուք ճիշտ նշեցիք Գյումրիի օրինակը, սա շատ լավ օրինակ է, որ ընդդիմադիր ուժերն են դրանից ավելի շատ ոգևորվել եւ այսօր վաղաշաբաթում մի քանի թևերով մասնակցելով ուզում են այդ սցենարը կրկնել, բայց միանշանակ իրենց չի հաջողվելու։ Պետք է հարցնեմ նաեւ ձեր տեսակետը իշխանություն եկեղեցականներ, չեմ ասում եկեղեցի, որովհետեւ պայքար եկեղեցու դեմ չէ, այդ արժակատման հետ կապված իհարկե հասկանալի է որպես ԿՊ-ն ներկայացնող տեխնացու տեսակետը ինչպեսին կլինի, բայց գուցե կա ավելի այսպես կառուցողական մոտեցում ավելի կոմպրոմիսային այս խնդիրը լուծելու համար։ Ես կարծում եմ, որ չկա եւ ամեն օր դա ակնհայտ է դառնում։ Ես այդ մասով շատ բան չեմ կարող ասել եւ միայն կարող եմ ասել, որ այն խնդիրները, որ արկա են մայրաթոռում եւ որոնք որ տեսանելի են, մենք չենք կարող աչք փակել դրանց վրա եւ եթե եկեղեցին ինքը քաղաքականության մեջ է խառնվում, լրիվ նորմալ է, երբ որ հավատացյալ ժողովուրդն էլ, հավատացյալ մարդն էլ ինքը իրավունք ունի նաև բարձրաձայնել այն խնդիրները, որոնք որ կան եկեղեցում։ Շնորհակալություն, պարոն Մեխակյան, եւ մենք դեռ ունենք 1-1.5 րոպե, այդ ժամանակը ձեզ եմ տրամադրում, որպեսզի խոսք ասեք, եթե բնակիչներին, ընտրողներին դիմելու հատուկ ինչ-որ խոսք կա։ Իհարկե խոսք կա, իմ խնդրանքն ու հորդորն է մեր բնակիչներին, վաղաշաբաթ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչներին, որ իրենք անպայման մասնակցեն նոյեմբերի 16-ին կայանալիք թիմ ընտրություններին, որովհետև իրենց քվեով իրենք են որոշելու այն իշխանությունը, որը առաջիկա 5 տարիներին առաջնորդելու է իրենց խնդիրներին լուծում է տալու եւ ինչի համար քվեարկեն համար 7 քվեաթերթիկի օգտին, որովհետեւ մեր թիմը իմ գլխավորությամբ ունի բավական մեծ փորձ տեղական ինքնակառավարման եւ պետական մարմիններում աշխատանքի, շատ լավ տիրապետում է այն գործիքակազմին, որ մենք հնարավորություն ունենք այդ խնդիրները լուծելու, դրանք մի քանի եղանակներով հնարավորություն ունենք լուծելու առաջին հերթին մեր ներքին ռեսուրսով, մեր ներքին մարդկային եւ ֆինանսական ռեսուրսով, երկրորդը կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերով, երրորդը կառավարության հետ աշխատանքով, բայց ուղիղ կառավարության հենց ներդրումներով եւ ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ինչը Խոյ համայնքում է շատ լավ հաջողվել է իրականացնել մի քանի լավ ծրագրեր, որոնք հասանելի են եւ այս ամբողջ տարիների ընթացքում իմ գործունեության ընթացքում լուսաբանվել են եւ այժմ էլ մեր տեղեկատվական հարթակներում առկա են քաղաքացիական պայմանագրի ծրագրային կետերը բաղկացած են բացառապես բնակիչների իրական կարիքների վրա, իրական կարիքների գույքագրման վրա եւ այս ընթացքում էլ քարոզարշավի ընթացքում էլ մեզ համար ակնհայտ է դառնում, որ մենք այս տարիների ընթացքում
չենք կորցրել մեր կապը մեր ընտրողների հետ եւ մեր ընտրողներին ընտրությունից ընտրություն չենք հիշում, այլ մենք պարբերաբար այցեր ենք իրականացնում, թեկուզ այդ խնդիրը այդ պահին չի լուծվում, բայց մենք գնում ենք եւ այդ խնդրին տեր ենք կանգնում եւ միանշանակ կարող եմ փաստել, որ մեր թիմի առաջնորդությամբ Վաղարշապատ համայնքը առաջիկա տարիներին լինելու է Հայաստանի ամենաառաջավոր համայնքներից մեկը։ Շնորհակալություն, հաջողություն եմ ցանկանում ձեզ եւ ձեր թիմին առաջիկա ընտրություններում։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրն էր Հարգիշտի Մեխակյանը։